Քննչականի պետը, որ գնում է պետական եթեր ու վրեժից է խոսում, ինչ է արել կանխելու համար։ Դա էլ հո սրբազանի խոսակցություն չէ, որ կտրեք, կպցնեք տարբեր խոսակցությունների ու փակեք որպես ահաբեկչի։ Նոր բան չեմ ասի, ամբողջ իրավական համակարգը աշխատում է մեկ հոգու անվտանգության համար։ Ձեր վերահսկողության գոտում սպանություններ են եղել, որը կարող եք կանխել։ Այս կրիմինալը տեսնելով պետքա նորից վստահության քվե տան։ 2018 թվականի մայիսին եկել եք իշխանության ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ լոզունգով։ 22 թվականից բազմաթիվ տուգանքներ հարկ ու տուրք եք ավելացրել։ Այդ ինչ օրգանական կապով են համաձայն, կասեք։ Մարզերում խոստացել եք անվտանգություն, բայց տնից հանել եք, թուրքին եք նստեցրել իր տեղը։ Այդ ինչ օրգանական կապով են համաձայն դրանք, կասեք։ Վերընտրվելու համար կարևոր պայման է խոստացածներից ու արածներից ցանկը ներկայացնելը։ Քեզ մոտ դատարկ է, կիսատ-պրատ ասֆալտ ու խորը հաշմանդամ խաղաղություն։ Կատարածների տեղն է դատարկ, իհարկե, խոստումների տիղը բոլ է։ Այդ խոստումների մեջ էր հավաքած հարկերը խնայելով ծախսելը։ Այսօր կարդում ենք սեպտեմբերի 25-ին Մոսկվայում գիշերել է 20-ից 25,000 դոլարանոց հյուրանոցային համարում։ Բահա, ձեզ էլի կվստահի ժողովուրդը, որ էլի քամուն տակ բյուջեն, հարկատուների փողերը։ Նորայրը, որ Նիկոլին է ընտրել 2018-ին, 2021-ին, հիմա հարցնում է. 2018-ին խոստացածները չես արել, 21-ին խոստացածները չես արել, հիմա էլ խոստանում ես 26-ի համար, որ էլի չես անելու։ Ջոկել է, որ խոստանում է, չի կատարվում, վերընտրվում է, նույն սխեման է փորձում։ Խոստանամ, չանեմ, մի բան խափեմ, կվերընտրվեմ մոդելն է։